Հայաստանի եւ Ռուսաստանի միջև խզումը կարծես հասնում է քրիտիկական եւ անդառնալիության կետին։ Արդյոք Հայաստանը շուտով կփոկվի Ռուսաստանից։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն է արդեն օրակարգում, սիրելի բարեկամներ, Փաշինյանին թույլ չեն տալիս համատեղել ԵԱՏՄ-ն Եվրամիության ինտեգրացիայի հետ։ Մոսկվայից պահանջում են հստակ կողմնորոշվել եւ հանրաքվե անցկացնել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանն է հայտարարությամբ հանդես եկել, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր ռազմավարական ընտրությունը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև։ Նրա խոսքով ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների մայիսի 29-ին ընդունած հայտարարություններում նշվել է, որ Երևանի մերձեցումը ԵՄ-ի հետ կարող է ռիսկեր ստեղծել միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար եւ ընդգծվել է այդ հնարավոր վնասները կանխելու անհրաժեշտությունը։ Սա փակուղու առջև է դնում Փաշինյանին, ով ամեն կերպ փորձում է մանևրել եւ ԵԱՏՄ-ում մնալով խորացնել միաժամանակ հարաբերությունները Եվրամիության հետ։ 2 օր առաջ, հունիսի 25-ին նա արդեն ստիպված հանդես եկավ մի հայտարարությամբ, որը շատերը կոչեցին ԵԱՏՄ-ի մահախոսական։ Նա բառացիորեն ասաց հետևյալը. եթե խնդիրներին լուծում չկա, ԵԱՏՄ-ն ուրեմն գոյություն չունի։ ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Եթե չկա։ Չինի։ Թեև Փաշինյանը շտապեց հավելել, որ Երևանը դուրս գալու պաշտոնական դիմում դեռ չի ներկայացնում, նրա ուլտիմատումը հնչեց Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառված ամբողջական տնտեսական էմբարգոյի ֆոնին։ Այնիշ տարիներ շարունակ թաքցվում էր դիվանագիտական կուլիսներում, այսօր դարձել է բացահայտ, դաժան ու անդառնալի աշխարհաքաղաքական պատերազմ։ Հայաստանն ու Ռուսաստանը մոտեցել են իրենց հարաբերությունների X ժամին։ Շատ արագ ընթացող այս զարգացումներին եւ նորություններին ձեզ ծանոթացնելուց առաջ խնդրում եմ հարգելի բարեկամներ հավանել, բաժանորդագրվել, տարածել այս տեսանյութը։ Ցանկության եւ հնարավորության դեպքում դուք կարող եք ֆինանսապես աջակցել եւ դառնալ հովանավոր այս նախագծին։ Մանրամասները գրված են տեսանյութի ներքևի հատվածում։ Ձեր աջակցությամբ այս հաղորդումները անկախ եւ ազատ վերլուծությունները կդառնան շարունակական։ Նախապես շատ շնորհակալ եմ։ Եվ այսպես, մինչ Մոսկվան արգելում է հայկական ապրանքները, կոնյակից մինչև լոլիկ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զուգահեռ մեկնում է Լեհաստան, Գդանսկ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Դե արդեն պատկերացնում եք, Մոսկվայում սա անցալում են որպես բացահայտ ապտակ, իսկ Ռուսաստանի անվտանգության քարտուղար Սերգեյ Շոյգուն արդեն սպառնում է, որ Հայաստանի երկաթուղին ու ատոմակայանը կարող են փլուզվել մեկ ակնթարթում։ Արդյոք Հայաստանը վերջնականապես պոկվում է Ռուսաստանից։ Ինչ գաղտնի գործարքներ են տեղի ունենում Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եւ որքան է այս մեծ խաղի իրական ֆինանսական գինը։ Այսօր կվերլուծենք միայն թվերով ու փաստերով, որոնց մասին ձեզ ոչ միտեղ չեմ պատմի, որպեսզի հասկանանք, թե ինչու է իրավիճակը պայթել հենց հիմա, հունիսին պետք է նայենք նոր ավարտված խորհրդարանական ընտրություններին։ Սա դարձել էր աշխարհաքաղաքական պայքարի մի թաթերաբեմ։ Մոսկվայի համար սա հերթական խոշոր ձախողումն էր մեծ հաշվով հետխորհրդային տարածքում։ Տեսեք, խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանը անդադար կորցնում է իր ազդեցության գոտիները, տարածքները դաշնակիցներին։ Սիրիայում փորձում էր թեև այն պահպանել, բայց կորցրեց։ Ուկրաինան կիսով չափ կարելի ասել կորցնելու վրա է։ Վրաստանը անորոշության մեջ է, Ադրբեջանին կորցրել է եւ իրականում Ադրբեջանի միջոցով միայն Ռուսաստանը կարող է Հայաստանի վրա ազդեցություն ունենալ եւ ես կանխատեսում եմ, որ հետագայում, եթե հանկարծ Ռուսաստանի մոտ ստացվի Ուկրաինայում լուծել իր խնդիրները, երկրորդ ճակատը իսկապես բացվելու է Կովկասում եւ Ադրբեջանում։ Ռուսաստանը Ադրբեջանի հարցերն է փորձել լուծել, նոր հետո զբաղվել Հայաստանով, որովհետև դրանք փոխկապակցված են, որովհետև առանց Ադրբեջանի ոչ թրիփ կլինի, ոչ միջին միջանցք, որի համար է հենց այս աշխարհաքաղաքական պայքարը։ Հիշեք խոսքերս, Ուկրաինայից հետո երկրորդ ճակատը բացվելու է Կովկասում եւ Ադրբեջանն է լինելու երկրորդ Ուկրաինան, այլ ոչ թե Հայաստանը։
Բայց սա ապագայի սցենար է։ Հիմա հասկանալու համար, որ Կրեմլը, Մոսկվան, Ռուսաստանը հենց այնպես չի ցանկանում Հայաստանը թողնել, դրա վկայությունն էր այն հիբրիդային զինանոցը, որ ուղղված էր Փաշինյանին մեծ հաշվով տապալելու դեմ։ Միջազգային հետախուզական զեկույցները, ես սա վկայակոչում եմ արևմտյան մամուլը, արևմտյան պարբերականները, արևմտյան վերլուծական շրջանակներին, այլ ոչ թե իմ տեսակետն է զուտ, նրանց այսպես հայացքը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Տեսեք, թե ինչ բաներ են գրում արևմուտքում։ Ըստ արևմտյան զեկույցների, ընտրությունների նախաշեմին Հայաստանը վերածվել է ռուսական ռազմական հետախուզության ԳՌՈՒ-ի հետ կապված Storm 1516 կիբերխմբի թիվ 1 թիրախը աշխարհում։ Matryoshka կոչվող հատուկ օպերացիայի շրջանակներում Հայաստանում տարածվում էին հարյուրավոր ֆեյք տեսանյութեր։ Նույնիսկ փորձ արվեց եկեղեցու միջոցով մոբիլիզացնել զանգվածներին։ Ավելին, Մոսկվան ընտրություններից առաջ ցուցադրաբար հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցությունների համար, իսկ Կրեմլի կողմից աջակցություն ստացող մեծահարուստ Սամվել Կարապետյանը ստեղծեց նոր ուժեղ Հայաստան դաշինքը։ Բայց ընտրությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը չնայած բոլոր այդ իրադարձություններին ընտրեց արևմտյան վեկտորը։ Արևմտյան մամուլը այսպես է ընկալում ընտրությունները։ Փաշինյանի կուսակցությունը վերցրեց ձայների 49, գրեթե 50%-ը, 64 մանդատ։ Սակայն Կրեմլի պարտությունը բացարձակ չէ։ Սա ընդունում են նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակները։ Սամվել Կարապետյանի ուժը ընդամենը ամիսների ընթացքում հավաքել է 23%-ից ավելի ձայն, շրջանցելով բոլոր հին ընդդիմադիրներին ավանդական ընդդիմությանը։ Սա նշանակում է, որ Մոսկվան Հայաստանի խորհրդարանում ստեղծել է կայուն ռազմավարական հենակետ, եւ Կրեմլի խաղը շատ ավելի երկարաժամկետ է, քան մեկ ընտրական ցիկլը։ Այսպես են վերլուծում արևմտյան ուղեղային կենտրոններում, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, դատեք ինքներդ։ Եվ տեսնելով, որ քաղաքական լծակները ձախողվում են, Մոսկվան անցավ տնտեսական մտրակին։ Մայիսի 21-ից Ռոսսելխոզնadzորը սկսեց փուլ առ փուլ արգելել հայկական ապրանքները։ Սկզբում ծաղիկները, կոնյակն ու գինին, հետո լոլիկը, վարունգն ու ելակը, ձուկը, իսկ հունիսի 12-ից արգելքը դարձավ ամբողջական, տարածվելով Հայաստանի ողջ բուսասանիտարական արտադրանքի վրա։ Վլադիմիր Պուտինը խորհրդարանական ընտրություններից հետո դեռ Փաշինյանին չի շնորհավորել։ Փոխարենը կարճ ժամանակահատվածում հերթով արգելվեցին հայկական գյուղատնտեսական հիմնական արտադրանքները՝ ծաղիկներից մինչև պտուղ բանջարեղեն, ջերմուկից մինչև ոգելից խմիչքներ, ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Ռուսաստան արտահանման սահմանափակումներից հետո կառավարությունը աջակցության մի քանի ծրագրեր է առաջարկել արտահանողներին, հիմնականում սուբսիդիաներ եվրոպական ուղղությամբ արտահանողների համար։ Ովքեր են կարողանում օգտվել այդ աջակցությունից, ովքեր ոչ դեռ հստակ պատկեր չկա, բայց կառավարության անդամներն այսօրվա նիստում հայաստանյան ներքին շուկայի գներն էին իրավիճակի ցուցիչ համարում։ Էժանացել են միայն ծաղիկն ու լոլիկը, մյուս ապրանքների մասով գնանկում չկա։ Սա ճշգրիտ հաշվարկված հարված էր։ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի գյուղատնտեսական արտահանման ավելի քան 90%-ը։ Եվ հեղինակավոր Financial Times-ի գնահատականներով, որի մասին ես ձեզ իմ նախորդ հաղորդումներին եմ ներկայացրել, այս էմբարգոյի պատճառով Հայաստանի կրած տնտեսական վնասը կազմում է տարեկան 420 միլիոն եվրո։ Իսկ ինչ է անում Արևմուտքը, Եվրամիությունը։ Ձեզ ներկայացրել եմ, Եվրահանձնաժողովը հունիսի 19-ին շտապեց փոխանցել օգնության առաջին տրանշը 34 միլիոն եվրո տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար եւ ժամանակավորապես չեղարկեց հայկական մրգերի ու բանջարեղենի ներմուծման մաքսատուրքերը դեպի Եվրոպա։ Բայց ակնհայտ է թվերով տեսնում եք, տարբերությունը տասնապատիկ է։ ԵՄ-ի տված գումարն այս պահին ընդամենը ցավազրկող միջոց է, բայց ամբողջությամբ չի փոխհատուցում վնասները։ Սակայն Արևմուտքը տալիս է ոչ թե պարզապես փող, այլ եվրոպական մեծ շուկայի հնարավորություն, ինչը հայաստանյան բիզնեսին ստիպելու է փոխել իր ստանդարտները եւ վերջնականապես կտրվել Լարսի տրամաբանությունից, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հիմա միթե այս խաղում Ռուսաստանն ամենազոր է, իսկ Հայաստանը անպաշտպան։ Ամենևին, եկեք հիմա նայենք Հայաստանի հնարավորությունների տեսանկյունից։ Կրեմլը չի կարողանում ամբողջությամբ խզել կապերը, որովհետև Հայաստանն այսօր Ռուսաստանի տնտեսական թոքերից մեկն է։ Ուկրաինական պատերազմից եւ պատժամիջոցներից հետո Հայաստանը դարձել է արևմտյան արգելված ապրանքների վերարտահանման ռեէքսպորտի գլխավոր հանգույցներից մեկը։ Նայեք այս ցնցող թվերին։ 2021 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմում էր ընդամենը 840 միլիոն դոլար։ Իսկ ահա 2025 թվականի վերջին այն հասել է գրեթե 3 միլիարդ դոլարի։ Սա 4 անգամ ավել է։
Որտեղից այս հսկայական տարբերությունը թռիչքը։ Միայն 2025 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել գրեթե 1 միլիարդ դոլարի էլեկտրոնիկա եւ չիպեր։ Այն դեպքում, երբ 2021-ին այդ ցուցանիշը ընդամենը 12 միլիոն դոլար էր։ Ռուսական ընկերությունները այսպիսով կենսականորեն կախված են հայկական բանկերից եւ Հայաստանի տարածքով միլիարդավոր դոլարների ոսկու վերարտահանման սխեմաներից։ Եվ այստեղ, չգիտես ինչի, Ռուսաստանը պատժամիջոցներ չի կիրառում։ Նա շարունակում է աշխատել ՔՊԱ-մերձ օլիգարխների հետ։ Հիմա ինչ է ստացվում։ Եթե Հայաստանը ամբողջությամբ փակի այդ պատուհանը, ռուսական ռազմարդյունաբերությունը կարող է որոշակի խնդիրներ ունենալ։ Եվ Երևանում փաստորեն դա լավ գիտեն եւ դրանից օգտվում են։ Դրա համար էլ Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ին ցուցադրաբար, այսպես դեմարշով, մասնակցում է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Լեհաստանում։ Իսկ կառավարությունը քննարկում է ռուսական օպերատորին հայկական երկաթուղուց հեռացնելու եւ ԱՄՆ-ի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում օրինակ գործարք կնքելու հարցերը։ Սա է պատճառը, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն բացահայտնի արտահայտանում է զգուշացնելով, որ այս վտանգավոր փորձարկումների համար վճարելու են Հայաստանի շարքային քաղաքացիները։ Սա լոլիկները մնացել է քոլերի վրա։ Արտահանում չկա, գյուղացին չգիտի ինչ անի։ Ընդհանուր ունենք 2000 մետր ջերմատուն մշակում ենք լոլիկ ու այսօր լոլիկի գինը ահա որ գներա 80 դրամ, 100 դրամ, դա մեր ծախսը չի փակում։ Մեր տանջանքի դիմաց, մեր չարչարանքի դիմաց դա գումար չի։ Բայց այս պատմության մեջ կա մի շատ կարևոր խաղացող, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Հայաստանի դեպի արևմուտք շարժվելու հիմնական երաշխավորը հարևանների հետ խաղաղությունն է, ինչը թույլ կտա հրաժարվել ռուսական ռազմական բազաներից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորելով Փաշինյանին հաղթանակի առթիվ բացահայտորեն նշեց, որ Վաշինգտոնն աջակցում է Թրամփի միջազգային խաղաղության եւ բարօրության ուղուն թրիփին։ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի անմիջական միջնորդությամբ նախանշված խաղաղության պայմանագիրը Երևանի եւ Բաքվի միջև փաստացի պատրաստ է, իսկ ընտրությունների նախաշեմի 30 տարվա մեջ առաջին անգամ արդեն խոսվում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու մասին, այստեղ գործնական քայլեր են կատարվում եւ բանակցություններ են ընթանում հանդիպումներ հենց սահմանին։ Փաշինյանն ու Էրդողանն արդեն քննարկում են ուղիղ առևտրի մեկնարկը։ Սա Ռուսաստանի հեգեմոնիայի ավարտն է ազդարարում տարածաշրջանում, սակայն կա մի մեծ բայց։ Ընտրությունների արդյունքում Փաշինյանի կուսակցությունը կորցրեց խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը ձայների 2/3-ը։ Առանց անդիմության ձայների իշխանությունը չի կարող փոխել սահմանադրությունը, ինչը Ադրբեջանը դրել է որպես պարտադիր նախապայման։ Սա այսօր անդիմության եւ նաեւ Ռուսաստանի համար այն հիմնական լծակն է, որով Մոսկվան փորձելու է տապալել խաղաղության այսպես կոչված գործընթացը արդեն խորհրդարանի ներսից։ Այսպիսով, պատասխանենք ամենագլխավոր հարցին։ Արդյոք Հայաստանն անցել է անդառնալիության կետը եւ վերջնականապես կփոխվի Ռուսաստանից։ Մենք արդեն անցել ենք սովորական քաղաքական վեճերի փուլը։ Այս գործընթացն այժմ ունի պաշտոնական, իրավական, կոնկրետ ժամանակացույց։ Մինչև 2026 թվականի դեկտեմբերը ԵԱՏՄ առաջնորդներին պետք է ներկայացվի Հայաստանի միությունից դուրս գալու հետևանքների մասին ամփոփիչ պաշտոնական զեկույցը։ Հայաստանի հասարակության 75%-ը համաձայն հեղինակավոր Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի հարցումների ցանկանում է տեսնել երկիրը Եվրամիության կազմում, բայց նույն այդ հասարակությունը հասկանում է, որ կտրուկ խզումը կարող է բերել տնտեսական աղետի։ Փաշինյանը հրաշալի գիտակցում է այս ռիսկերը։ Դրա համար էլ ընտրություններից հետո շտապում է Մոսկվա Պուտինի հետ խնդիրները հարթելու, բայց կարծես այս անգամ ռուսները ավելի պատրաստական չեն։ ԵԱՏՄ մասով Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը համարում է, որ տեղի ունեցողը թյուրիմացություն է, իրավիճակն էլ անշրջելի չէ։ Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու խնդիր չի դրել, կառավարությունն էլ աշխատում է, որ ծագած խնդիրները լուծվեն։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։
Վարչապետ Փաշինյանն ասաց, պատրաստվում է այս հարցերն առաջիկայում քննարկել Եվրասիական միության ձևաչափում, թեև չհստակեցրեց, թե երբ է քննարկելու հարցը, սակայն հայտնի է, որ այս օգոստոսի սկզբին Ղրղըզստանում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու մասին Փաշինյանը դեռ անցած շաբաթ էր հայտնել։ Բացի արտահանումից, Փաշինյանն ասաց, իր բացակայությամբ ընդունված հայտարարությունը եւս պետք է քննարկման առարկա դառնա։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տենց մի օր արտնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովին, որում ընդունվեց Հայաստանին վերաբերող հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը չէր գնացել, պատճառաբանելով, թե քարոզարշավի թեժ շրջանում է։ Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հենց այս գագաթնաժողովի ավարտին էր, որ Ռուսաստանի նախագահը եւ ԵԱՏՄ մյուս 3 երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին եւ Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Իսկ այս դեկտեմբերին սպասվող ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում ասացին, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի։ Երևանից արձագանքեցին, թե հանրաքվեի պահը չի հասունացել։ Կրեմլը արդեն նրա հետ խոսում է ոչ թե որպես դաշնակցյալ, որպես պրոբլեմատիկ գործընկերոջ, բայց նաև կանխատեսելի, որ տնտեսապես նրան կարող է ծնկի բերել։ Հայաստանի մեծ պոկումը տեղի է ունենում մեր աչքի առաջ, բայց դա ոչ թե մեկօրյա հեղափոխություն է, այլ դաժան փուլային արճակատում, սիրելի բարեկամներ։ 26 թվականի դեկտեմբերը փաստորեն կլինի այն վերջնակետը, երբ Հայաստանական վերջնականապես դուրս կգա Ռուսաստանի ուղեցրից, կամ կողմերը ստիպված կլինեն գտնել թեկուզ սառը համակեցության նոր կանոններ։ Իսկ ինչ եք կարծում դուք։ Հայաստանը արդյոք կարողանա մինչև դեկտեմբեր դիմանալ տնտեսական պատժամիջոցներին այս ռուսական եւ գտնել արևմտյան իրական փոխարինողներ, թե սա վտանգավոր արկածախնդրություն է։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք այս ալիքին, սեղմեք զանգակը եւ տարածեք այս տեսանյութը։ Շուտով նորից կհանդիպենք։